Armenian Card ընկերությունը ներկայացնում է Arca QR համակարգը, վճարումներ QR-ով, որոնք կատարվում են մեկ սկանով անմիջապես բանկային հաշվից։ Մեկ ակնթարթ, մեկ QR, անվերջ հնարավորություններ։ Arca QR համակարգին մասնակից բանկերի օգտատերերը կկարողանան մուտք գործել բանկի մոբայլ հավելված, սկանավորել QR-ը եւ կատարել վճարումը ցանկացած բանկային հաշվից։ Օրինակ 1000 դրամ։ Այստեղ տալու ենք QR կոդը, ակտիվացնելու ենք ձեր app-ով QR-ը եւ վերջ արդեն վճարումը կատարելու ենք։ Arca Pay համակարգի նոր պրոդուկտ ենք ներկայացնում, որը կոչվում է Arca QR։ Այսօր մեկնարկում ենք 6 բանկերի հետ։ Մեր 6 բանկերի բոլոր հաճախորդները հնարավորություն ունենալու իրականացնեն իրար միջև արդեն փոխգործելությունը ապահովված է Arca QR վճարումներ։ Arca QR-ը Armenian Card ընկերության հերթական քայլն է զարգացնելու անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում։ Առաջիկայում QR վճարումները կդառնան առօրյայի մի մասը, առաջարկելով սպառողներին հարմարավետություն, բիզնեսներին պարզ ու մատչելի վճարումների հնարավորություն, իսկ գործընկեր բանկերին մոբայլ հավելվածի օգտագործման հաճախականության ավելացում։ Անվտանգության առումով ինքը փակ համակարգ է, գործարքը կատարվում է բանկի application-ի միջոցով, այսինքն հաճախորդը սկզբից պետք է մուտք գործի իր բանկի հավելված, որից հետո նոր կարողանա կատարել գործարքն, այդ իսկ պատճառով անվտանգության մասով որևէ խնդիր այս պահին առկա չէ։ Բանկային համակարգի համար եւս շատ կարեւոր է միանալ Arca QR համակարգին, քանի որ վճարումների ոլորտի զարգացումը առևտրային բանկերի ռազմավարական ուղղություններից մեկն է։ Arca QR-ի կիրառմամբ վճարումները կդառնան ավելի հարմար, արագ եւ ապահով։ Այդ տեսանկյունից առևտրային բանկերի համար չափազանց կարեւոր է շուկայում վճարային գործիքների եւ ենթակառուցվածքների ընդլայնումը եւ զարգացումը, ազգային վճարային համակարգերի շուրջօրյա սերվիսների ձևավորումը։ Այս վճարումների տարատեսակները դեռ անընդհատ զարգանալու են, գալու են եւ անհպում վճարումները այս համակարգի օգտագործմամբ եւ բիոմետրիկ, որքան հասանելի լինեն Arca ազգային վճարահաշվարկային համակարգի ծրագրերը հաճախորդների համար, այդքան ակնհայտ կլինի համակարգի կայունությունը, համակարգի հանդեպ վստահությունը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։